Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Բարև ձեզ, առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մեր հյուրն է, որը մեզ միացել է տեսակապով, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, բարև ձեզ։ Ես լսում եմ ձեզ, բայց այնքոք չգիտեմ, նորմալ է թե չէ։ Ես էլ ձեզ եմ լսում, ամեն ինչ նորմալ է, կարող ենք խոսել։ Ողջույն ջան։ Պարոն Սաֆարյան, երեք Ժիրայր Լիպարիցյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահի խորհրդականը մեծ հարցազրույց է տվել, որտեղ ըստ էության ինքը ընդունում է այն գործողությունները եւ իրավացի է համարում այն արտաքին քաղաքական վեկտորը, որը ընտրել է գործող իշխանությունը։ Եվ ընդհանուր առմամբ համամիտ է հայ-ադրբեջանական գործընթացի հետ եւ այն ուղղություններով, որը ընդանում է այս գործընթացը։ Այն դեպքում, երբ որ բավականին երկար տարիներ, համենայն դեպս ես այդպես եմ հիշում, պարոն Լիպարիցյանը բոլորովին այլ կարծիք ուներ հայ-ռուսական հարաբերությունների մասով, հայ-թուրքական հարաբերությունների մասով, եւ եթե կարճ փորձենք ներկայացնենք այդ մոտեցումը հետեւյալն էր. մենք պետք է ընդունենք այն, ինչ մեզ ասում են Մոսկվայից եւ Անկարից, քանի որ մենք թույլ ենք, մենք տկար ենք, հետեւաբար մենք չունենք ձայնի իրավունք, մենք պետք է ուղղակի փորձենք համադրենք մեր շահերը այդ գերտերությունների կամ տարածաշրջանային տերությունների շահերի հետ։ Այս հարցազրույցում ես այդպիսի մոտեցում չտեսա։ Միգուցե ես սխալվում եմ, խնդրեմ ձեր կարծիքը։ Ես շեշտած չեմ ասել ամբողջ հարցազրույցը լսեմ, տեսել եմ տարբեր մարդկանց արձագանքներ, բայց հենվելով վստահելով ձեր ընդհանուր տպավորություններին, լավ կլինի հիշենք, որ թող է Ժիրայր Լիպարիցյանը եղել է առանցքային դեմք Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում եւ չափազանց մեծ ազդեցություն ունեցել այդ շրջանի արտաքին քաղաքականության գծագրման կամ ձևավորման առումներով։ Սա ինչու եմ ես հիշեցնում, որովհետև ես երևի թե այդ ամբողջի ամփոփումը կհամարեմ 2000-ական թվականների սկզբին նրա հրատարակած գիրքը պետականության մարտահրավերները, որտեղ ինքը ըստ էության շարունակում էր պնդել այն անառարկելի ճշմարտությունների եւ թեզերը, որոնք հետապնդվել են Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, որպես ճիշտ իհարկե նա ինչ-որ չափով հակադրվում էր Տեր-Պետրոսյանից հետո եկած Ռոբերտ Քոչարյանի բարածարտակին քաղաքականության, բայց խոշոր առումներով նա ուրեմն կողմնակից էր այն գծի, որը իրականացվել է 1990-ից մինչև 97 թվականները։ Հիմա ես չեմ ուզում ընդհանուր առմամբ այդ շրջանի արտաքին քաղաքականություն ունեցել եւ հաջողված եւ չհաջողված կետեր եւ բարենպաստ եւ անբարենպաստ կետեր, բայց եւ այնպես Ժիրայր Լիպարիցյանի թեզերը ավելի շատ խարսխված էին նրա վրա, ինչը որ Տեր-Պետրոսյանը պնդում է մինչև օրս ճիշտը Ռուսաստանն է, ճիշտը Ռուսաստանի հետ լինելն է։ Հիմա վերջին շրջանում ճիշտ է։ Պատերազմից հետո նկատելի է, որ Ժիրայր Լիպարիցյանը նույնպես փոխել է իր մոտեցումները, այսինքն այն աշխարհը, որ նա տեսնում էր կամ այն հեռանկարը, որ նա տեսնում էր 1990-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին Հայաստանի համար, այդ իրավիճակը արմատապես փոխվել է եւ այսօր անկախ նրանից Լիպարիցյանը խոստովանում է, թե չի խոստովանում իր հայացքների փոփոխության կամ վերանայման մասին, այնուամենայնիվ դա տեղի է ունեցել, ինչպես եւ տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ շատ շատերի մոտ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա ինչու է Ժիրայր Լիպարիցյանը ըստ էության աջակցություն հայտնում վարվող քաղաքականությանը, շատ բարձ պատճառով փորձագիտական շրջանակներում անգամ կային շշուկներ վերջին շրջանում, որ ըստ էության Ժիրայր Լիպարիցյանը ունի խորհրդատվական դեր ներկայիս քաղաքականության ձևավորման շրջանում։ Ես չգիտեմ, որքանով են այս ամեն ինչը
ստույգ, բայց ասում են այնպիսի փորձագետներ, որոնց տեսակետը, որոնց հայտնածը ես կասկածից տակ դնել չեմ կարող։ Թերևս դրանով է բացատրված, որ ճիշտ եք ասում, նախկինում Ժիրայր Լիպարյանի հայտնած տեսակետները միանգամայն այլ են, քան այսօրվա Ժիրայր Լիպարյանի հայտնած տեսակետները։ Եվ թերևս պատճառներից մեկը նա է, որ ինքը ըստ էության նույնպես դերակատարում է ունեցել վերջին տարիների արտաքին քաղաքական, անվտանգային քաղաքականության շեշտադրումների բերման համար, խոսքը մասնավորապես վերաբերում է ավելի շատ հայ-ամերիկյան հարաբերություններին եւ այս երթուղուն եւ երթուղու համաձայնեցմանը։ Ես ամենևին քննադատության համար չեմ ասում, ամենևին, որտեղ ինքս էլ այդտեղ մտահոգիչ կետեր ինձ համար չեմ տեսել, գոնե մինչև այժմ, քանի դեռ գետնի վրա չկան բոլոր ենթակառուցվածքները եւ կարգավորումները, բայց բոլոր դեպքերում Ժիրայր Լիպարյանի աջակցությունը վարվող քաղաքական գծին կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, որ նա նույնպես իր փորձառությամբ հաստատել է, հավանություն է տվել կամ մասնակցել է այդտեղ։ Պարոն Սաֆարյան, իմ խնդիրը տվյալ դեպքում ոչ թե Ժիրայր Լիպարյանի ասածներին գնահատական տալ կամ իր անձը թիրախավորել, սա ուղղակի առիթ է, որպեսզի մենք խոսենք այն երկարամյա, բազմամյա, ես հիմա փորձեմ ասել ինչ եմ ուզում ասել, կներեք։ Մեր սխալները, որոնք մենք թույլ ենք տվել, մեր պետության սխալները այս բոլոր տարիների ընթացքում, երբ որ մենք բոլոր ձվերը դրել ենք ռուսական զամբիոյի մեջ, երբ որ մենք Թուրքիայի հետ հարաբերությունները չենք կարգավորել, որովհետև դա Ռուսաստանին պետք չէր, երբ որ մենք զգացել ենք մեզ թույլ տկար եւ նույնիսկ չենք էլ փորձել զարգացնել մեր հարաբերությունները, այդ Թրամփի ուղին պայմանական 2007-ից հետո հնարավոր չէր սկսել իրագործել, եթե մենք այդպիսի փորձ անենք ամերիկացիների հետ միասին։ Եթե ոչ, խնդրում եմ հիմնավորեք։ Եթե այո, ուրեմն եթե դա չի արվել, արդյոք այդ ամենը մենք չէինք կարող անել շատ վաղուց եւ չունենայինք այն, ինչ ունեցել ենք 16-ին, 20-ին եւ ամենակարևորը 23-ին։ Ես սա մասին եմ խոսում։ Հիմա խնդիրը Ժիրայր Լիպարյանը չի կամ իր հայացքները չեն։ Չէ, ես չեմ ասում, դուք կամ որևէ մեկը թիրախավորում են Ժիրայր Լիպարյանին, նախ փորձագետներին թիրախավորել մի քիչ չեմ հասկանում այն առումով, որովհետև փորձագետի կարծիքն էլ կարող է լայն քննարկման, բուրըն քննարկման առարկա դառնալ։ Դա նորմալ է, որովհետև ես էլ դուք էլ Ժիրայր Լիպարյանն էլ փորձագետ ենք, հրապարակային գործիչ ենք եւ այնպես չի, որ մենք մեր հայտնած կարծիքները անձեռնմխելի են որևէ կերպ եւ քննարկման ենթակա չեն։ Շատ նորմալ է, անգամ բանավեճ, եթե կա հակադրություն, եթե կա այլ ընտրանք եւ նաեւ շատ նորմալ է, երբ որ փորձագետական շրջանակները տարբերություն են տեսնում, ասենք 10 տարի առաջվա Ժիրայր Լիպարյանի մոտեցումների եւ այսօրվա Ժիրայր Լիպարյանի մոտեցումների միջեւ։ Հիմա վերաբերվում է ավելի վաղանելուն։ Ես չեմ կարող Ժիրայր Լիպարյանին կամ նույն Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել, թե ինչու հայ-թուրքական հարաբերություններում այլ քայլեր չեն արվել։ Ի վերջո նրանք Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չեն դրել ցեղասպանության ճանաչման խնդիր, չեն դրել որևէ այլ պայման, բայց նրանց քաղաքականությունը նույնպես դրել է թուրքական պատին։ Ես հանուն արդարությամբ այստեղ անգամ Հայաստանի 3 նախագահությունների ուրեմն վարած կամ որդեգրած սկզբունքների հետ կապված առարկություններ չեմ կարող ներկայացնել, որովհետև արդյունքը նույնն է եղել։ Եղել է մեղմ, եղել է փափուկ, եղել է զիջող, թե որևէ այլ բան, միևնույնն է Թուրքիան եւ նախապայմանային քաղաքականությունը չի բավարարել եւ ոչ նախապայմանային քաղաքականությունը, որը առաջադրվել է Տեր-Պետրոսյան, Ժիրայր Լիպարյան այդ ուրեմն քաղաքական գծի կողմից։ Հիմա ավելի կարևոր բան նույն Տրամփի երթուղու հետ կապված ընդհանրապես եկեք մեր հանրությանը նաև եւս մեկ անգամ հիշեցնենք, որ նախորդ իշխանությունները ցավոք սրտի չեն ասել, որ Նախիջևանի հետ կապի ուրեմն գաղափարը շատ ավելի վաղուց է, քան 2020 թվականը, քան 18 թվականը եւ ավելի շուտ։ Ավելին, երբ դեռ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս նույնիսկ հեղափոխությունը չէր հասել իր ավարտին,
Ռուսաստանի համանախագահ ես հիշում եմ Հակին Ազին տվել էր մի շատ կարևոր, ես հիմա էլ համարում եմ դա շատ կարևոր հարցազրույց, որտեղ դա ուղղակի հորդորում էր Իլհամ Ալիևին չտրվել հանկարծ գայթակղությանը, չլսել իր շրջապատի բազեներին, իր օգտագործած բառերն եմ ասում, եւ կրկին օրակարգ բերել Նախիջևանի եւ Ադրբեջանի կապի խնդիրը։ Ուզում եմ ասել, այս խնդիրը շատ վաղուց անից է, այս խնդիրը կա 90-ականներից, այս խնդիրը նույնիսկ եթե հետ գնանք կան անգամ խորհրդային միության շրջանում այլ տեսքով իհարկե։ Հիմա կարող է Հայաստանը դա անել թե ոչ։ Ես ճիշտ ասած պիտի ընդունենք Դավիթ, որ պատմությունը իհարկե եթերներ չի սիրում, բայց համենայն դեպս դա չի արվել ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան ցանկացած տեսակի կոշտ թե փափուկ կամ կոշտ թե բացակայ նախապայմանների դեպքում նույն վարկագիծներ ցուցաբերում, այլ շատ իրավացիորեն դուք նշեցիք մեր խարիսխը պետականության կառուցվելը ռուսական քաղաքականության վրա մենք առանձնապես մեծ ուշադրություն չենք դարձրել մեր սահմանները բաց կլինեն, փակ կլինեն, ինչպիսին կլինեն։ Այնպես չէ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ի վերջո սահմանները փակվել են Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում 94 թվականին Քարվաճառի ուրեմն ազատագրման պատճառով կամ պատճառաբանությամբ, ինչպես որ ուզեք, եւ դրանից հետո իհարկե 97 թվականին երբ կարդում ենք Տեր-Պետրոսյանի կամ նրա իշխանության մոտեցումները, ապա նպատակը նա էր, որ եկեք քանի շուտ է կարգավորենք այս հակամարտությունը, որպեսզի նաև Հայաստան դուրս գա ապաշրջափակումից, բացվի հայ-թուրքական սահմանը, որի պայմաններից մեկը եղել է Ղարաբաղյան խնդրի լուծումը Ադրբեջանի ցանկալի տեսքով եւ առաջին հերթին այսպես կոչված օկուպացված տարածքների վերադարձի տեսքով։ Հիմա բայց ելի եմ կրկնում, քանի որ շատ դժվար է տեսականորեն ուրեմն պատկերացնել թե էլ հավելյալ ինչ կարելի էր ձեռնարկել որպեսզի այս երթուղին այն ժամանակ լիներ հետո իրեն դեպատյանին ծորում ապա դա չէր կարող լինել մի պարզ պատճառով որովհետև պատասխանը դուք ինքներդ տվեցիք հարցի Հայաստանում ուղղակի իշխանությունը սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած նրա երկու իրավահաջորդներով եւ հետո անգամ հապուստից հետո առաջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանը համարում էին որ առաջին Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Մոսկվայում է սա Լևոն Տեր-Պետրոսյանի բառերն են որին խորում նվիրված եւ հավատացել են եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամ առնվազն եթե անգամ չեն համարել որ բանալին Մոսկվայում է ապա համարել են որ պատերազմ չլինելու բանալին է Մոսկվայում դա այդ հայտարարություն արեցին Սերժ Սարգսյանը այդ հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը պաշտոնակալման առաջին տարիներին երբ ասացին որ եթե Ռուսաստանը չուզենա պատերազմ չի լինի այսինքն եթե հասկացին որ պատերազմի բանալիները Ռուսաստանի ձեռքում են հիմա այսպիսի մտայնության դեպքում եթե Ժիրայր Լիպարյանը կամ որևէ այլ մեկը հավատացել են այս երկու թեզի կամ դրանցից մեկին բնական է առանձնապես ջանքեր չէին գործադրելու այս միջանցքը բացելու ուղղությամբ չասեմ դրա տեխնիկական մնացած խնդիրները որովհետև ըստ էության նման բան անելու համար առաջին հերթին պետք է տեղի ունենար դեմարկացիա եւ դելիմիտացիա իսկ Հայաստանը այդ ժամանակ դժվար թե համաձայներ դեմարկացիայի դելիմիտացիայի քանի որ ըստ էության չէր ուզում ճանաչվել այդ սահմանը այն տեսքով ինչպես որ 91 թվականին Ալմատի հռչակագրին միանալով ամրագրվել է չէր ուզում ոչ թե որ տարածքային շատ այլ մեծ պահանջներ ուներ Ադրբեջանի չէ պարզապես դա համարելու էր Ղարաբաղյան խնդրի այսպես ասած կանխորոշման լուծման կանխորոշման մի խնդիր եթե դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել Դավիթ ջան որտեղով անցնի ճանապարհը ոնց անցնի ճանապարհը Եվ թափես ոնց կարա Տրամփի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանապարհ անցնի մի երկրով, որը իրեն հրշակել է պրոռուսական։ Հիշեցնեմ պարոն Սաֆարյան, տեսեք։ Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է։ Ուղղակի դա Ժիրայր Լիպարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը չէին անի, որովհետեւ այն ժամանակ նրանք որևէ կերպ խաղադրույք չէին անում ամերիկյան քաղաքականության վրա։ Բոլորովին վերջերս գաղտնազրծվեց Պուտին-Բիլ Քլինտոն խոսակցության բանակցությունների սաղագրությունը եւ դա արվել է ԱՄՆ-ի կողմից, որտեղ եթե չեմ սխալվում, Key West-ից հետո 2000 թվականն է, եթե ես չեմ սխալվում,
որտեղ Քլինտոնը Պուտինին առաջարկում է սկսել մի գործընթաց, մոտավորապես այն գործընթացը, որը հիմա է տեղի ունենում, այդ Նախիջևանը կապել Ադրբեջանին Հայաստանի տարածքով ինչ որ այլ պայմաններով, ալտերնատիվ պայմաններով։ Դուք էլ նշեցիք շատ ճիշտ, որ Նախիջևանի խնդիրը, կապի խնդիրը շատ վաղուց կա։ 2000-ականներին այն եղել է եւ Քլինտոնը առաջարկում է Պուտինին դա քննարկել եւ Պուտինը ասում է Քլինտոնին, սա պաշտոնական սահագրություն է, ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը դրան դեմ է։ Որ ինքը խոսել է այդ հարցի շուրջ Ռոբերտ Քոչարյանի հետ, Պուտինը անձամբ ոչ մի բան չունի դեմ, Պուտինը համաձայն է եւ պատրաստ է քննարկել այդպիսի հավանականություն, բայց Ռոբերտ Քոչարյանը դեմ է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Պուտինի խոսքով, նա որոշել է այդ խնդիրը թողի ապագայի վրա։ Արդյոք սա պատասխանը չէ այն հարցի, թե ինչու դա չի արվել, եւ դա հնարավոր էր անել նույնիսկ այն ժամանակ, երբ որ չկար այդ դելիմիտացված դեմարկացված սահման եւ այդ մասին քննարկումներ եղել են ամերիկյան կողմից, փաստացի առաջարկներ եղել են դեռ 2000 թվականին եւ դա մերժվել է կամ Պուտինի կողմից հղում անելով Քոչարյանի վրա կամ իրոք մերժվել է Քոչարյանի կողմից։ Ես չեմ բացառում, որ Քոչարյանը դա իրոք ասել է կամ Պուտինը ուղղակի Քոչարյանի փոխարեն է դա ասել։ Այդտեղ ոչ մի սխալ չկա։ Խնդիրը իրականում այնտեղ է, շատ ճիշտ են ասել։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում եւ որ եկել է իշխանության, չի եկել Ղարաբաղյան խնդիրը լուծելու։ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ քաղաքականության եւ նպատակը եւ ողբերգությունը նա է եղել, թող սա լավ իմանան հատկապես այն մարդիկ Արցախից կամ Հայաստանում, ովքեր շարունակում են, այսպես ասած, իրան համարել հաղթական ռեսեր գծած նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հանձնարարությունը եւ նպատակը քաղաքականության եղել է պահել ստատուս քվոն, պահել այնքան ժամանակով, որքան ժամանակով իրեն թույլ է տրված եւ ինքը իշխանավարելու։ Դա 10 տարիներ առնվազն 10 տարիներ։ Դրա համար կառաջարկվեր Նախիջևանի ու ապաշրջափակման տեսքով նաև Հայաստանը հանել շրջափակումից, թե չէր հաջողվի եւ թե չէր առաջարկվի, Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչին ասելու էր այո, բայց տակից տապալելու էր։ Նրա ամբողջ 10 տարին դա է եղել, Դավիթ ջան։ Նրան ասել են 98 թվականին արի ընդհանուր պետության գաղափարը քննարկենք, ասել է այո, եկեք քննարկենք, համաձայնել է, որպեսզի ելակետում ճանաչվի Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ որից եկել է մնացած բոլոր առաջարկությունները, որովհետեւ ըստ էության 98 թվականին, եթե անգամ Հայաստանում պիտի իշխանապողություն լիներ, դա շանս էր 0-ից նոր բանակցային գործընթաց սկսելու եւ այսպես կոչված կարեկտիրովկաներ մտցնելու համար։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չի եղել, ընդհանրապես Ռուսաստանը ցանկություն չի ունեցել, որ Հայաստանը դուրս բերվի շրջափակումից։ Ասենք դուք խոսում եք տրիպի մասին, որը փորձում է եւ Նախիջևանին դուրս բերել, այսպես ասած, էքսկլավի կարգավիճակից եւ Հայաստանին դուրս բերել շրջափակման վիճակից։ Այն ժամանակ այդպիսի նպատակներ չեն եղել ոչ այն մարդկանց կողմից, որոնք կարող էին Ռոբերտ Քոչարյանին ասել այսպես պիտի անեն, եւ ոչ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որովհետեւ նպատակը եղել է ստատուս քվոն պահել, նրանք բոլոր առաջարկներին ասել են այո, բայց չի ստացվում։ Իրենց չէ պատկանում այդ թեզը, որ Հայաստանը շատ լավ զարգանում է նաեւ շրջափակման պայմաններում։ Դա Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի այլևս պատմականորեն վավերագրված արտահայտությունն է։ Հայաստանը 100 տարի էլ կզարգանա շրջափակման պայմաններում։ Սա հստակ եմ ասում։ Ըստ որում ես ցավոք սրտի շատ երիտասարդ տարիքում հենց հայ-ադրբեջանա-վրացական, ամերիկյան, եվրոպական շատ բարձր մակարդակի հանդիպաժամոց ինքս եմ մակարդակներով լսել, ամաչել, որ կարող է 21-րդ դարի մոտակայքում այդպիսի հայտարարություն արվել, բայց դա արվել է։ Վարդան Օսկանյանն դա արել եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա դուք ո՞նց եք ուզում կառուցվել տրիպ, եթե ռուսներին ձեռք չէր տալիս, որպեսզի Հայաստանը դուրս գա շրջափակումից եւ շարունակի մնալ կախված։ Բ. Ռուսաստանը նոր էր Պուտինի օրոք թափ հավաքում, որպեսզի հետագայում վերականգնի այսպես ասած միութենական պետությունը եւ այդ պահին ուղղակի կոնֆլիկտի լուծում պետք չէր եւ Հայաստանին ասում էին ոչ, հանկարծ չփորձես
առաջ գնալ կոնֆլիկտի լուծելու ուղղությամբ 97-98 թվականին տեղի ունեցած հեղափոխությունները դրա մասին էին։ Ռուսաստանը 10 տարի պուտինիզմի օրոք այսպես ասած բարգավաճելուց հետո նոր ասել այո ստատուս քվոն պիտի փոխվի, բայց ին ուզած ձևով եւ ին պատկերացած ձևով։ Այդտեղ է Հայաստանի երրորդ նախագահի ողբերգությունը, որ հետո հայտնաբերել է նա միամիտ հույսեր ուներ Սերժ Սարգսյանը, որ իրեն նույնպես կթույլատրվի 10 տարի եւ ավել պաշտոնավարել, որովհետև Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտոնական կուրսը դա ստատուս քվոն պահպանելն է, հետո հանկարծ հայտնաբերվել է, որ Ռուսաստանն ուզում է ստատուս քվոն փոխել, բայց փոխել այնպես, որ Հայաստանը այդ վճարի այդ ստատուս քվոյի փոփոխության համար եւ դիմացը ոչինչ չստանա, այսինքն լինի ռուս խաղապահներ, կոնֆլիկտը դառնա Մերձդնեստրի, Աբխազիա եւ Հարավային Օսիայի նման ռուս խաղապահների տեղակայման, բայց Հայաստանը կամ Արցախը դրանից ոչինչ չստանան եւ դա ասել դիմադրելը։ Հիմա այս ինչու ենք այս ամեն ինչ քննարկում, որովհետեւ նախկինում չէր կարող այս ամբողջը քննարկվել, որովհետեւ նախկինում 10 տարի շարունակ եւ ավելին եղել է այն նախ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ոչ մի կարգավորում չպետք է լինի, հանկարծ չպետք է կոնֆլիկտը կարգավորվի, հետո եւ որ 10 տարի անց Ռուսաստանը արդեն Պուտինյան Ռուսաստանը ստացել է վստահության եւ ամրապնդման ռեսուրս, զարգացման որոշակի ռեսուրս, ասելա չէ ստատուս քվոն եթե պիտի փոխվի, ապա դա պիտի փոխվի իմ ուզած եւ իմ ասած ձևով։ Սա է եղել առաջին 10 տարիների եւ երկրորդ 10 տարիների քաղաքականությունը։ Դեպաբար այդ քաղաքականությունը չի ենթադրել, որ որևէ կերպ տարածաշրջանում լինի եւ անշուշտ Բիլ Քլինտոնի պատմածը մոտ է իրականությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այդ շրջանում միայն կարող էր ցույց տալ, որ ինքը շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ, որովհետև դա է ճշմարտություն։ Պարոն Սաֆարյան, մենք այսօր խոսում ենք անցյալի մասին, որովհետև կա հեռանկար, չգիտեմ, կա այսպիսի վտանգ կամ չկա, ուզում եմ դա էլ քննարկեմ։ Դες հետ 26-ին ընտրություններ են լինելու եւ այդ բոլոր քոչարյանական, մերձ քոչարյանական, մերձ Սերժ Սարգսյանական ուժերը ուզում են մասնակցել այս ընտրություններին տարբեր անունների տակ, տարբեր դիմակների տակ, բայց բոլորս էլ գիտենք, մենք փոքր երկիր ենք, փոքր հասարակություն ենք, ով է։ Հիմա եթե մենք ընդհանուր առմամբ փորձենք ենթադրել, այսպեսի սցենար քննարկենք, որ նրանք գալիս են իշխանության, Գյումրի 2-ը տեղի ունենամ, արդյոք սա չի նշանակում, որ նրանք թրիպի վրա խաչ են քաշելու եւ նորից վերադառնալու են այս արատավոր օրակարգին, որի թիվ 1 նպատակը Ռուսաստանի մետրոպոլիայի շահեր սպասարկելն է եւ ինչի կարող է դա հանգեցնել Հայաստանին։ Այդ ուժերը շատ տարբեր են եւ շատ տարբեր ձևերով են գործելու։ Նայած նրանցից որ մեկը ձեր ասած աստված մի արասե սցենարում կլինի, այսպես ասած, քարշակ ուժը, առաջատար ուժը, որովհետեւ տեսանելի է, որ հրապարակային դաշտում նրանք ուսափում են ուղղակիորեն խոսել թրիպի դեմ։ Նրանք դա չեն ասում, նրանք ուղղակի ասում են եթե սենց պիտի լիներ են ավելի լավ չէր, եթե սա նույն բանն է, նրանք օգտագործում են Նիկոլ Փաշինյանը ինչ ասել ամսի 8-ից հետո, օգոստոսի 8-ից հետո եւ ստորագրեց Վաշինգտոնում այդ երակոմ եւ երկկողմ փաստաթղթերը, եւ ասեց, չէ, ասեց ես Վլադիմիր Պուտինին նույն առաջարկներն էի արել անցած 3.5 տարիներին նույն պայմաններում, բայց ցավոք այն ժամանակ Ռուսաստանը դա չընկալեց։ Հիմա ինչ են իր այդ արտահայտությունից օգտվելով, ինչ են ասում իր անդիպախոսները, ասում են դե եթե նույն բանն էիր ասում, բա ինչ այդ դեպքում ավելի լավ չէր մնային նոյեմբերի 9-ի ֆորմատում, որովհետև նոյեմբերի 9-ի ֆորմատի դեպքում գոնե կար Լեռնային Ղարաբաղ։ Դրա համար Վաշինգտոնյան պայմանավորվածությունները դրանք պարտություն են, դրանք կապիտուլյացիա են, դրանք այլանդակություն են, դրանք չգիտեմ ինչ են եւ այլն։ Նրանք այսպես շատ խորամանկ ձևով են ուղղակի դեմ արտահայտվում բանին օգոստոսի 8-ին, դրան հակադրելով նոյեմբերի 9-ը եւ այն կոնտեքստում, որի փրեթե գոնե նոյեմբերի 9-ի կոնտեքստում արկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ ապրում էին արցախահայեր։ Այս մարդիկ իհարկե թքած ունեն, որ հենց նոյեմբերի 9-ի կոնտեքստում տեղի ունեցավ Արցախի հայաթափում, այլ ոչ թե որ ուրեմն Բայդենը ուզում էր Տրամպի նման այդ ճանապարհը կառուցել։ Իհարկե այս խնդիրները շատ վաղուց են գալիս, քննարկվել են նաև Բայդենի աշխատակազմի օրոք այդ Նախիջևանի հետ կապի խնդիրը, որի պահանջ առաջադրում էր Բաքուն հատկապես 20 թվականից հետո։ Իհարկե այդ խնդիրները տարբեր քննարկման ենթարկվում են, մանավանդ որ դա նոյեմբերի 9-րդ կետում ինչ որ ձևակերպված է։ Բայց միևնույնն է, Բայդենի ազատկազմը չվերցրեց դա իր օրակարգ եւ չարեց այն, ինչ արեց Տրամպը իշխանության գալուց հետո այս տարվա ընթացքում։ Հետևաբար
այս կտրվածքով այս տեսանկյունով այն ուժերը, որոնք Աստված մի արած է, եթե Գյումրի 2 օպերացիայով գան, Արգյուղի Դավիթ, ավելի շատ ուրիշ բան են անելու։ Նրանք փորձելու են ուղղակի տորպեդահարել ամերիկացիների կամ գետնի վրա գործունեությունը, կամ ինչ-որ հավելյալ պայմաններ պահանջել, որոնք բերեն թունավորման, ինչպես որ դա արել է Բիձինա Իվանիշվիլի իշխանությունը։ Նրանք բոլորը նրանք բաց չեն ասել մենք չենք գալի Եվրոպա։ Նրանք ուղղակի արել են քայլեր, որոնք Եվրոպան ասել է դու չես գալի Եվրոպա, որովհետև դու արել ես այս քայլերը։ Հիմա նույնն է լինելու, դա անելու է Սամվել Կարապետյանի ուժը, թունավորելու տեսքով, դա անելու է Ռոբերտ Քոչարյանի ուժը, եթե Աստված մի արած է նրանք կան, դա անելու է Սերժ Սարգսյանի ուժը կամ նրա պրոքսին, որովհետև նրանք բոլորը մի կողմից վախենում են խոսել Տրամպի դեմ։ Եվ երկրորդը, մեկի թորներն են Ամերիկայի քաղաքացիներ, մյուսը ուզում է Ամերիկա որպես տուրիստ գնա վայելի եւ այլ։ Մի քանի այլ մերկացի խնդիրներ կա, դրա համար ավելի քողարկված է լինելու։ Ուղղակի, ասենք օրինակ տեսակ վերջին ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը ինչ էր ասում։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, այդ ծրագիրը լավը կլինի, եթե Տրամպի երթուղում լինեն Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ինքը բերում է այնպիսի պայմաններ, որոնք ուղղակի տապալում են այդ ծրագիրը։ Այդ ծրագրում չի կարող լինի Ռուսաստան եւ Չինաստան որպես համաերաշխավոր կամ համասեփականատեր։ Չի կարող ուղղակի լինել։ Բայց նա բերում է այդ խնդիրը ինչի, որովհետեւ գիտի, որ այդ այսպես կոչված ճակատների մեջ անմեղ առաջարկության միջոցով տապալվում է այդ ծրագիրը։ Ինչպես որ Վրաստանում են անում, ասում եմ, նրանք ուղղակի անում են քայլեր, ըթում են օրենքներ, որոնց պատճառով Եվրոմիությունն ասում է, չէ, դու այդ օրենքներով չես կարող անդամակցություն շարունակել, սառեցնում ենք։ Ամերիկան ասում է, սառեցնում եմ բանը, ռազմավարական գործընկերության համաձայնագիր եւ դրա հիման վրա գործընկերությունները առաջի երկիրն է եղել, որ կնքել է, բայց սառեցված է Ամերիկայի հետ Վրաստանինը։ Նույն բանն են անելու նրանք ուղիղ չեն անելու, նրանք ուղղակի այսպես խաղիկներով, բուղամներով անելու են մի բան, որ Տրամպի երթուղին տապալվի, դրա համար շատ կարևոր է այս ամեն ինչի մասին ընտրողներին տեղյակ պահելը, որ ցանկացած որ եթե իրենց ընտրությունը լինի այն դաշտում, որը թույլ տա Գյումրի 2, ապա թող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմանան, որ այս ամեն ինչը ետ է շրջվելու, որ այս ամեն ինչը տապալվելու է, որովհետև այնպիսի պայմաններ են առաջադրվելու ամերիկյան կողմին, որ սրա մեջ թող Չինաստանն էլ լինի, սրա մեջ թող Ռուսաստանն էլ լինի, որ հուշ տանելու ասելու դե դուք էլ ձեր ճամփեներ թող գնացեք, Ադրբեջան թող գա, ոնց ուզում է ճամփեն բացի։ Այս է ալվելու։ Հիմա դրա համար շատ կարևոր է այս հարցերի քննարկումը, իհարկե ճիշտ է, սա միայն պատմության մասին չի, սա ապագայի մասին առաջ երթ։ Միանշանակ ճիշտ եք ասում պարոն Սաֆարյան, եւ այս զրույցի հիմնական նպատակը անկեղծ ասեմ հենց դա է եղել, ներկայացնելով մեր անցյալը, խոսել մի փոքր ապագայից, որպեսզի մեր ընտրողը, մեր հանրությունը հասկանա, իմանա, եթե կան մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, ինչով է հղի այս կամ այն ընտրությունը։ Շատ շնորհակալ եմ ձեզ պարոն Սաֆարյան, այս հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Լավ եմ աղթում։ Ձեզ էլ։ Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։